Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է նաեւ պատմել, թե մշակութային ինչ իրադարձություններ են սպասվում մինչ այս տարվա ավարտը եւ այսպես դեկտեմբերի 24-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան հրավիրում է ամանորյա դիմակահանդես պարահանդեսի։ Այս դիմակահանդես-պարահանդեսի մասին բոլոր մանրամասները եւ ոչ միայն կիմանանք մեր հյուրից։ Այո, մեր տաղավարում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ մինչ բուն դիմակահանդես պարահանդեսին անդրադառնալը մի փոքր փորձենք ամփոփել 2025 թվականը, քանի որ տարվա վերջ է արդեն եւ շատ հաճախ ամփոփում ենք նոր նպատակներ սահմանում մեզ համար, ինչ արեց այս տարի Ֆիլհարմոնիան։ Եվ վերջիվերջո այս տարի 100-ամյակներ Ֆիլհարմոնիայի, ինչպես անցավ եւ ինչպես ամփոփեցիք տարին։ Շատ լավ։ Սկսենք ամենասկզբից։ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակներ, որը գտնվում է Արամ Խաչատրյան համերգասրահում եւ գործունեություն մենք Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան ենք, Արմեն Բաբաջանյան համերգասրահը, եւ մեր 100-ամյակը չէր, բայց մենք 100-ից ավել ենք, որովհետեւ այո, սկիզբ առնելով 1900-ականներին ընդհանրապես այդ շենքը եղել է Հայաստանի առաջին արական գիմնազիան եւ շատ լավագույն պատմություն ունի, անգամ Կոմիտաս վարդապետի հորակավորությունն է այդ դահլիճից եղել, դրա համար ինքը շատ պատմական նշանակություն ունի եւ հանրապետության համար ևս։ Եվ իրականում այս տարի ֆանտաստիկ տարի էր մեր համար, որովհետեւ մոտավորապես հասանք այն համերգային ստանդարտներին, որին որ մի քիչ ձգտում էինք, գոնե 50%-ով հասանք այդտեղ եւ դա մեզ հնարավորություն տվեց համագործակցել շատ արտիստների հետ, որովհետեւ նախ մենք արդեն ունենք նոր համերգային Royal Steinway, որը շատ երկար սպասում էինք։ Եվ շատ արտիստների կողմից հատկապես հրավիրյալ պահանջված է, չէ՞, այդ գործիքը, եթե չի լինում, խնդիրներ է առաջանում շատ հաճախ։ Այո, ու արդեն մենք կարող ենք ուրախ լինել, որտեղ Հայաստանի անգամ մի քանի դահլիճներում ստացան նոր գործիքներ, որը որ շատ է օգնում ոլորտի զարգացմանը, եւ մենք շատ ուրախ ենք։ Մեր մոտ շատ հետաքրքիր դեպք էր եղել, որ մեկ դաշնակահար, որը որ չէր համաձայնվում ընդհանրապես Ստենվեյից բացի ուրիշ գործիքի վրա նվագել, մեր համար բացառություն էր արել, ու երբ որ մենք ունեինք ին գործիքը, ինքը եկել էր ու ելույթ էր ունեցել, իսկ հետո երբ որ մենք ունեցանք նոր Ստենվեյը, մենք առաջին ինչ արեցինք, իրան հրավիրեցինք մեր մոտ համերգի եւ բնականաբար բացումը կատարվեց Արմեն Բաբաջանյանի։ Իրականում Արնո Բաբաջանյան համերգասրահը այն բացառիկ համերգասրահներից է, որ ոչ միայն դահլիճն է օգտագործվում, այլ մենք գիտենք, որ ներքնահարկում է նաև շատ գեղեցիկ եւ ավելի կամերային համերգներ տեղի ունենում եւ դիմակահանդես պարահանդեսն էլ կարծես բացառություն չէ եւ օգտագործվելու է ողջ կառույցը։ Ինչ է տեղի ունենալու դեկտեմբերի 24-ին։ Նշեմ, որ արտիստը Ալեքսեյ Լյուբիմովն էր, այդ շատ կարևոր է նշել։ Ֆիլհարմոնիան մի երկու նոր տեղ էլ է բացվել, ճիշտ ասած։ Մեր մոտ բացվել է մի հատ աուդիո լաբորատորիա Շուշիկի անվանմամբ, որը որ նաև համերգնային փոքր սրահ է, մինչև 60 հոգի տեղավորվում է, եւ շատ հետաքրքիր տարբերություն ինքը ունի, որ ինքը միայն անալոգային ձայնի սենյակ է, որտեղ որ ձայնը չի թվայնանում, եւ դու լսում ես այն ձայնը, որը որ իրականն է։ Ճիշտ է, մենք սովորենք այս թվային աշխարհում արդեն նաև ուրիշին, բայց տարբերությունը ակնհայտ է։ Նաև մենք բացել ենք մեր փոքր նոր գրադարանը, որտեղ եւս անցկացվում են թե սեմինարներ, թե հանդիպումներ, թե փոքր ջազային համերգներ։ Այդ բազմազանությունը արդեն կոլեկտիվի մոտ բան է, որ պետք է այս տարի ինչ-որ միտեղ էլի գտնենք, այս սենյակից սարքենք։ Մի նոր գաղափար։ Ահա, մի նոր գաղափար, արդեն սենյակները վերջանում են, ճիշտն ասած, բայց գաղափարները դեռ կան։ Այդ սենյակներում կարելի է կարծում եմ նոր գաղափարներ, ոչ թե նոր սենյակներ ստանալ, այլ նոր գաղափարներ իրականացնել եւ վստահ ենք, որ դա կլինի նաեւ 2026-ին, բայց մինչ կանրադառնանք 26 թվականի պլաններին, մի փոքր բացենք փակագծերը հեռուստադիտողներին պատմելով այդ երեկոյի մասին, որը լինելու է դեկտեմբերի 24-ին։ Սա արդեն երկրորդ տարին է, երբ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան կազմակերպում է դիմակահանդես։ Ընդհանրապես մենք ունենք մի նոր տարածքի գաղափար, որովհետև մեր աթոռները նաև հանվում են եւ դահլիճը վերածվում է իրական մուլտֆիլմների մեջ մեր բոլորից տեսած դիմակահանդեսի դահլիճը եւ շատ անսպասելի փոփոխություն է, մանավանդ հիմա մի փոքր վերանորոգումից հետո
եւ փորձում ենք վերածենք ամբողջ շենքը մի համերգասրահի, մեր մոտ նաեւ լինելու է DJ ներքևում, ներքնահարկում եւ իրականում ես շատ բան չգիտեմ դիմակահանդեսից, որովհետեւ մեր աշխատակազմի մի մասի համար էլ է դա սյուրպրիզ, որովհետեւ հիմնականում ստեղծագործական մասը զբաղվում է դրանով, իսկ ես փորձում եմ Մենք միայն փոքրիկ մի գաղտնիք բացենք հեռուստադիտողներին, որ հանդիսատեսը ուղիղ մասնակիցն է դառնալու հրապարակում պարերին եւ իհարկե հնչելու է լավագույն ստեղծագործությունները բոլոր ժամանակների չհաշված, նաեւ լինելու է DJ շատ ժամանակակից հնչյուններով այս դեպքում։ Մենք փորձում ենք ընդհանրապես ներգրավել տարիքային ողջ խումբը, որը որ կա, հա, որովհետեւ շատ էական է այդ 0-ից 100 տարեկանի գաղափարը ֆիլհարմոնիայի բուն նպատակն է, որ մարդիկ մոտիկ լինեն որակյալ երաժշտությանը կապ չունի որ ոլորտում։ 2026 թվականի պլաններից ինչ ունենք առաջիկայում, գուցե նոր արտիստներ, որոնք առաջին անգամ համագործակցությամբ կլինեն Հայաստանում կամ ուղևորություններ, դուք կգնաք արտերկրում ելույթ ունենալու։ Իրականում 2025 թվականի ընթացքում մենք ունեցանք մի շարք համագործակցություններ, որոնք բերում են շատ նոր հոսքերի, իդեպ հոսք հիմնադրամի հետ համագործակցություն ենք ծավալում շատ լայն եւ ASSA ֆորումը անցավ մշակութային Առնո Բաբաջանյան համերգասրահում եւ Սփյուռքի հանձնակատարի կազմակերպած մշակութային ֆորումը անցավ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայում եւ ընդհանրապես մենք շատ կողմնակից ենք, որ շենքը վերածվի մշակութային հաբի, որ մենք չենք ուզում, որ բոլոր մշակութային կոնֆերանսները լինեն Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայում, բայց մենք զգում ենք, որ մշակույթի մասին պետք է խոսալ մշակույթի հետ կապ ունեցող շենքում։ Դա շատ օգնում է միջավայրին եւ տեղում մարդ կարող է գնահատել թե իր ուժերը, թե դա շատ կարեւոր է մեր համար։ 2025 թվականի ընթացքում մի քիչ sense խառնում եմ թեմաները, ոչինչ։ Սիրով 2025 թվականի ընթացքում նաև մենք փոփոխեցինք Առնո Բաբաջանյան համերգասրահի աթոռները հիմնական, մենք ունենք նոր կանաչ դահլիճ եւ մեր պատմական դահլիճը Առնո Բաբաջանյանի անվան այլևս կանաչ գույնի է աթոռները եւ շատ հետաքրքիր տեսք է ստացել։ Նաև պետք է նշեմ, որ 2026 թվականի համար ունենք մի շարք պայմանավորվածություններ, բայց ինձ մի քիչ վախեցնում են անունները, դրա համար առաջ չընկնելով ուղղակի հորդորում եմ հետևել մեր աֆիշներին։ Եվ սպասվում են փաստորեն նոր համերգներ, բայց պետք է հետևել նորություններին, իսկ սոցհարթակները լավագույն տարբերակն են, որպեսզի հետևեք սիրելի հեռուստադիտողներ ու որևէ իրադարձություն, համերգ բաց չթողնեք եւ շարունակելով նաև այդ նորություններից ու խոսելով 2026 թվականից, գիտենք նաև, որ ֆիլհարմոնիան, ինչպես դուք էլ արդեն նշեցիք, շատ բազմաոլորտ է կարծես աշխատում, արդյոք 2026 թվականին կլինեն նաև համագործակցություններ այլ պետական կառույցների, գուցե նաև դպրոցների, մանկապատանեկան կառույցների հետ, որպեսզի երեխաների կապը կրկին ավելի մոտ լինի մշակույթին ու արվեստին։ Ճիշտ ժամանակն է նշեմ ֆիլո ծրագրի մասին, որը որ երբեմնի դպրոցականի ֆիլհարմոնիա ծրագիրն էր, որը որ 54 թվականից, եթե չեմ սխալվում, գործում է, բայց մենք նոր շունչ ենք տվել ծրագրին եւ ծրագրի ընթացքում շատ ավելի 2025 թվականի ժամանակային առումով համահունչ ենք փորձում ինֆորմացիան մատուցել երեխաներին եւ մեր համար շատ էական է, որ երեխան ինքը պետք է գրանցվի, հայտ գրանցի, որ գալիս է կամ դպրոցը պետքա ցանկություն հայտնի, ոչ թե մենք ստիպողաբար գնում ենք ինչ որ միտեղ ինչ որ մի բան մատուցելու ու շատ հաճախ համագործակցություն, շատ լավ համագործակցություն ունենք Չարենցավանի երաժշտական դպրոցի հետ, շատ լավ համագործակցություն ունենք Երևանի մի շարք երաժշտական դպրոցների հետ, քաղաքապետարանի հետ, քաղաքապետարանի նվագախմբի հետ, համատեղ մի քանի օր առաջ եւս նրանք հյուրընկալվել էին Առնո Բաբաջանյան համերգասրահում, բայց հիմնականում ֆիլո ծրագրի կարգախոսն է, որ ամեն ուրբաթ ժամը 2-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիան հրավիրում է ինչ որ միտեղ, հիմնականում Առնո Բաբաջանյան համերգասրահ, բայց շատ հաճախ մենք ենք գնում ինչ որ դպրոցներ, մենք ենք գնում շատ բազմազան է ծրագիրը ու համագործակցությունը ոչ միայն դասական երաժշտության ոլորտում է, այլ նաև
մենք ունենք շատ հետաքրքիր ծրագիր, որ նվիրված է լույսին եւ լուսային արվեստին, որովհետեւ այժմյան ֆիլհարմոնիայում աշխատող անձնակազմը շատ է կարևորում եւ ես եւս շատ եմ կարևորում միջոցառումների անցկացման տեխնիկական սպասարկումը, որովհետեւ արդյոք դա չէ, ինչ մենք հանդիսատեսին պետք է տանք, որովհետև մենք համագործակցում ենք անկախ արվեստագետների հետ, որոնք որ չունեն հնարավորություն գալ իրանց կոպիտ ասած production-ով, եւ մենք իրականացնում ենք ողջ ընթացքը, որի ընթացքում ստեղծում ենք դիզայնները, պոստերները եւ մնացած գործառույթները եւ փորձում ենք գովազդային արշավներով համագործակցել անկախ արվեստագետի հետ, որ ինքը իմանա, որ եթե ինքը Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում կամ Հայաստանում յուրաքանչյուր համերգասրահում մենք նրա կողքին ենք։ Հիանալի է, իսկապես շատ կարևոր է, որովհետև առհասարակ երբ խոսում ենք դասական երաժշտությունից, վաղուց անցել են ժամանակները, երբ ընդամենը մեկ դիզայնով է տարածքը լուսավորվում, հիմա անգամ յուրաքանչյուր հաջորդ ստեղծագործությունը մի նոր պատմություն է, գունային, ձայնային եւ իսկապես մասնագետներ անհրաժեշտ են, այսինքն դուք նաեւ այս ուղղությամբ եք աշխատում եւ եթե կա նաեւ հնարավորություն այն հեռուստադիտողներին, որոնք այդ մասնագետներն են եւ կցանկանան համագործակցել, միանալ ֆիլհարմոնիայի մեծ թիմին, ինչպես կարող են դիմել։ Այս տարի ֆիլհարմոնիան նաև ռեզոնանս ծրագրի հետ համատեղ իրականացնում է մի գրանտ, որը որ նվիրված է հենց համերգասրահների սպասարկման, տեխնիկական սպասարկման ոլորտի զարգացմանը եւ մենք այժմ ունենք դասընթացներ ձայնային եւ լուսային սարքավորումների կառավարման եւ դահլիճի կառավարման, բեմի կառավարման, բեմի մենեջերների կառավարման ծրագրեր, որոնց ինչքան գիտեմ արդեն ընտրական փուլը անցել է եւ ես տեսնում եմ, որ մարդիկ նստած են դասերի, բայց միշտ կարող եք յուրաքանչյուր ցանկացող մարդ դիմել Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիա, եթե ձայնի կամ լույսի մասնագետ է, որտեղ նրանք շատ չեն Հայաստանում։ Այնպես որ հնարավորությունները շատ են, այս դեպքում պետք է ընդամենը կրկին հիշեցնենք, որ հետևել սոցհարթակներում Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի էջերին, որպեսզի ոչ միայն համերգները, այլ նաև նոր հնարավորությունները բաց չթողնենք։ Շնորհակալություն անչափ, մաղթում ենք հաջողություն եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ դեկտեմբերի 24-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան բոլորիս հրավիրում է Առնո Բաբաջանյան համերգասրահ դիմակահանդես, պարահանդեսի մի մասը դառնալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ։